Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը տնտեսագետ, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանն է։ Պետք է ներկայացնեմ նաեւ, որ պարոն Մարգարյանը առաջարկ Հայաստանի նախաձեռնության ակտիվ անդամներից է, նաեւ երկար տարիներ եղել է Ազատություն ռադիոկայանի տնտեսական մեկնաբանը եւ ընդհանրապես այդ բլոկի տնտեսական բլոկի լրատվական պատասխանատուն։ Եվ այսպես շնորհակալություն պարոն Մարգարյան իմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարգարյան, միջև մեր բուն քննարկման նյութին անցնելը ես ուզում եմ ասեմ, որովհետև չեմ կարող չասել դրա մասին, անտարբեր լինել, որ վերջին շաբաթվա ընթացքում մենք ականատես ենք լինում շատ սահմռկեցուցիչ ուրեմն դեպքերի մեր երկրում, Զովունիում, Սևանում, Աչափնյակում, Երևանի, մենք տեսանք, թե ինչ սպանություններ է տեղի ունենում, կրակոցներ, դանակահարություններ եւ երիտասարդներ են հիմնականում, դա ինչ որ կատարվում է ցավոք եւ մեր հասարակությունը պատշաճ պետք է արձագանքի, թե պետք է անտարբեր մնանք եւ այդ գործընթացը մտնի իր բացասական առումով իր ակտիվ փուլի մեջ։ Սա ինչ է նշանակում։ Ես կարծում եմ, որ սա բարոյահոգեբանական նաեւ մթնոլորտի հետևանք է, սա կյանքի ցածր որակ ունենալու հանգամանք է տվյալ այդ մասնակիցների հետ կապված, բայց նաև մենք ականատես եղանք, որ ուրեմն ներքին գործերի նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանապետի 3 տեղակալները, իսկ ոստիկանապետը գիտենք, որ կարծեմ 1-1.5 ամսվա ընթացքում էր, որ նոր էր նշանակվել եւ նախորդիվել էին, դուք գիտեք, որ փարակարի դեպքերը, ուրիշ դեպքեր անընդհատ այսպիսի դեպքեր է։ Պետք է հասկանալ, ինչ է կատարվում մեր հասարակությունում, ինչի հետևանք է սա եւ այն բոլոր վերլուծությունները, որ չգիտեմ, մեկնաբաններ, քաղաքական վերլուծաբաններ, մասնագետներ դա ված չի, բայց մենք պետք է հասկանանք խորքային առումով ինչ է կատարվում մեր հասարակությունում, արմատը որն է, քանի որ սա այսպես 1-2 ամսվա process չի, սա տարիներով եկած հասած մի process է, որը մենք միգուցե չենք դում մանկապարտեզից, մենք տեսնում ենք նաև մանկապարտեզի տնօրեն թե ինչա կատարվում, այդ մթերքի հետ եւ սենց գնում է դեպի այլ ուղղություններ։ Խնդրեմ, ձեր կարծիքը։ Անշուշտ ցավալի է այդ մարդկային կորուստները, բայց նաև տեսնում ենք, որ կարծես թե համակարգված բնույթ ունեն այդ հանցավորության, կազմակերպված հանցավորության, այսպես ասած, սիստեմների ծավալումը եւ առաջի հերթին այո, համաձայն եմ, դա արժեքների փլուզման հետևանք է, ինստիտուցիոնալ փլուզման հետևանք է, կարգավորումների լուրջ խափանումների հետևանք է, որպես տնտեսագետ կարող եմ ասել նաև ուղղակի պարադոքս է, իրավապահպան համակարգի, իրավապահպան ծախսերի աճը թերևս ամենադինամիկ աճող ոլորտն է բյուջետային ծախսերի մեջ, ոստիկանության ուժային համակարգերի վրա ամենայն դեպս շատ ավելի մեծ ծախսումներ են կատարվում աճի առումով, քան ասենք նույն սոցիալական ոլորտում։ Ինչու է այսպես, երևի թե պետք է նայել տասնամյակների կտրվածքով այս խնդրին, ընդհանրապես կազմակերպված հանցավորության համակարգը ինչպիսի մոդիֆիկացիաների է ենթարկվել յետխորհրդային ժամանակներից ի վեր, 90-ական թվականներից ի վեր։ 90-ական թվականներին կազմակերպված կամպանիաներ էին իրականացվում։ Նաև պետք է նայել ինչ իրավիճակ է քերիակատարողական հիմնարկներում, որովհետև այս ամենը նաև ուղղորդվում է այդպիսի այդ ռազմորկաները ինչ որ բան կիսելու, ինչ որ բան այսպես ասած չկիսելու հետևանք է նաև։ Բայց այո, առաջի այսպես պլանի գործոնների մեջ կարծում եմ նաև դաստիարակության համակարգի, արժեքային համակարգը եւ նախադպրոցական եւ հատկապես դպրոցական համակարգի, այսպես ասենք արժեքային հեղեղուկ վիճակ է առումով եւ բնական է դաստիարակությունը, որ ոչ միայն ընտանիքի շատ դեպքերում ցավոք փողոցի նաեւ ազդեցության հետևանք է, իսկ կրիմինոգեն միջավայրը բավականաչափ լուրջ ազդեցություն ունի։ Սրանք են երևի պատճառները։ Ես համամիտ եմ պարոն Մարգարյան, համամիտ եմ Լեովին եւ մենք պետք է տեսնենք խորքային, մտնենք մեր երիտասարդների այս նիստ ու կացի ապրելակերպի, կենսակերպի, այսպես ելևեջների մեջ, որտեղ այն բարքերը, որոնք տիրում են, ասենք, sense մի բան կար, չէ, որ ասում են, այս երիտասարդը ժամանակին Բաքում չի եղել,
չի կոփվել, որտեղ Բաքում չեն կռվել, իրար չգիտեմ ինչ պետք է կոփված լինի, ոչ թե լինի ասենք ինչ որ sense հեզիկ ինչ որ մի բան, որը խոցելի է, չէ։ Հիմա այդ բարքերը ուր են հասել։ Ասենք ինչ տիպի բարքեր են։ Այն ավանդական մեծին հարգելը, միշտ ես ասել եմ, եղելա չէ, ինչ որ Բաքում իրանց հարևան մեծերին միշտ հարգել են, իրար կարգին բարև են տվել, ոչ թե այսօր ինչ է կատարում, ասենք այդ բարքերի մեջ պիտի մտնենք, հասկանանք, որ դրանից է բխում գալի այն դաժանությունը կամ անմարտկային լինելը, գիտեք ինչ կա, պետք չի արագ ասել ու անցնենք առաջ, ասենք ընդունենք մենք խոսեցինք ու անցանք առաջ, սկսեցինք այլ բաներ քննարկել, պետք չի տենց, պետք է մենք մի հատ հասկանանք սիրելի հայրենակից, մեր ընտանիքներում, ձեր ընտանիքներում, բոլորիս ընտանիքներում ինչ է կատարվում, ճիշտ է ասում պարոն, ինչ դասիրակության մասին է խոսքը, միգուցե մենք ընտանիքից դուրս process-ներ կա, որ չենք կարողանում վերահսկել կամ տիրապետել, թե ինչ է կատարվում, եւ այդ բարքերի, այսպես անմարտկային բարքերի ճնշման տակ երիտասարդները ենթարկվում են դրան, նույնը կատարվում է նաև զինված ուժերում, շատ մենք տեսնում ենք ինչ է կատարվում, այդ արմատախիլ անել է պետք, չէ՞, ազատ հասարակությունը պետք է նաև ունենա ներքին զսպիչներ, որպեսզի կարողանա հաղթահարի այդ բաները, բայց դրա համար պետք է ամբողջ երկրում լինի մենեջմենտ համապատասխան։ Գաղափարականն է, որ ազդվի, երիտասարդը ազդվի, ասի սա է ճիշտը, սա է ազգայինը, սա է պետականը, սա է այսինչը, որպեսզի մենք այդ ոգով դաստիարակենք մեր երիտասարդներին, դուք իրավացի եք եւ իհարկե այստեղ շատ խորհելու բան կա, հասարակությունը պետք է հուշկու հակահարված տա։ Ես ուզում եմ կրկնեմ, հասարակությունը, մտավորականները, բանվորները, գյուղական համայնքների մեր բնակիչները բոլորը պետք է հուշկու հակահարված եւ գնահատական տան։ Կա իրավական գնահատական, դա իրավապահների գործն է, եւ կա հանրային գնահատական, հանրային հասարակական գնահատական պետք է լինի այս երևույթին, որովհետեւ սենց չի կարելի շարունակել, սա արդեն դառնում է ներքին անվտանգության, այսպես իրավիճակին հարվածող լուրջ ուժ։ Եթե կարելի է փոքրիկ միայն դիտարկում այս երևույթները սնուցող բավական մոտիվացիոն միջավայր ստեղծող գործոններ են թմրամոլությունը, թմրաբիզնեսը, որ կապակցված է եւ կազմակերպված հանցավոր խմբերի որոշակի ռազմորկաների համակարգը, որ ծավալվել է տարիների, տասնամյակների ընթացքում եւ այն, որ շուկայացման այդ process-ները, որ գալիս է տասնամյակների խորքից, վերաբերում է նաեւ թմրամիջոցների շրջանառության բավական մեծ ծավալներին։ Ինչ է կատարվում այդ ոլորտում։ Եթե հիշում եք, այդպիսի կազմակերպված հանցավորության, թմրամոլության դեմ պայքարի գլխավոր վարչություն կար, կային լուրջ ստրուկտուրաներ, մի մասը դրանց լուծարվեցին, կոնսոլիդացվեցին, բայց կարծում եմ, որ պետք է այդ համակարգերը վերականգնեն իրենց ամբողջ լիազորություններով իրենց ֆունկցիաները եւ ներգրավեն այդ պայքարի մեջ գնահատականներ իհարկե կարող է հասարակությունը տալ, ընտանիքները տարբեր են եւ նաեւ սնուցող մյուս, այսպես ասած, ֆակտորը աղքատությունն է։ Աղքատությունն է բարի լայն իմաստով։ Այո, մարդիկ գնում են այդպիսի այսպես ծայրահեղ քայլերի նաև ինչու ոչ սոցիալական ծանր իրավիճակի եւ որակն է եւ կենսամակարդակն է եւ ինչու չէ եւ մեծ հաշվով նաև արժեքների փլուզում։ Շատ բարի, ցավոք, պարոն Մարգարյան, մենք պետք է անցնենք այլ թեմայի, բայց վերջում ասեմ, որ այս փոքրիկ ամփոփման համար ենթաթեմայի, որ դուք եք մասնակցում առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը, նաև տեսակ, որ նախաձեռնվել է առաջարկ Հայաստանի շրջանակներում երիտասարդների մոտ ակտիվ սպորտով զբաղվելու, թմրամոլությունը հաղթահարելու, դրան դեմ պայքար տանելու հատուկ ուղղություն, պլատֆորմ եւ կարծում եմ, որ իթիվս այլ պլատֆորմների առաջարկ Հայաստանի սա իր բարեհաջող ավարտը կունենա, բայց ելի եմ կրկնում, հասարակությունը պետք է ընդվզի եւ սրա մասին ոչ թե պետք է միայն խոսել, այլ սա պետք է որոշակի գործողություններ իրականացնել։ Լավ, հիմա ծելի հայրենակից մենք անցնենք այլ թեմայի, երեք առավոտյան կառավարության ղեկավարը ուղիղ եթերով առավոտյան ասեց, որ ուրեմն թոշակները, կենսաթոշակները ցածր կենսաթոշակ ստացող մեր համակարգացիների համար կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակ ստացողների համար նրանք ավելի քիչ կբարձրանան, չասվեց ինչքան, ըստ երևույթին որոշակի հաշվարկները, պետք խոսքը գնում է ապրիլի 1-ից, այսինքն 1 ամիս հետո։
Հիմա ես պետք է ասեմ, պարոն Մարգարյան, դուք եք միշտ մասնակցել, երբ որ մենք գնում ենք մարզեր, քաղաքներ տարբեր, գյուղական բնակավայրեր, բոլորը այդ հարցը տալիս էին՝ թոշակ, աշխատավարձ, նպաստ եւ այլ եւ այլն։ Եվ մենք դուք հականատես եք եղել, որ կարծեմ հենց Ախուրյան գյուղում, դա երևի հոկտեմբերի ամսին էր, երբ որ մեր թոշակառու հայրենակից ասում է 36000 դրամով ոնց ապրեն, որտեվ մենք գիտենք, որ գյուղաբնակ վայրերում, որտեղ որ մարդիկ գյուղացիական իրենց աշխատանքներով են զբաղվել, դա ստաժ չի համարվել, հա, ստաժ, որտեղ ձևակերպված չեն աշխատել, բայց գաղտնի չեն աշխատել, եւ այդ մինիմալ թոշակը մեծ մասը ստանում 36000, հարց է ուղում ինձ, թե այդ 36000-ով ոնց ապրեմ, եւ միանգամից պատասխանը ինչպես միշտ, նաեւ այս փուլում մասնագիտորեն հնչել է, որ թոշակ բարձրացնելու հիմքը դա տնտեսական աճն է, տնտեսական աճ։ Եվ ասել ենք, որ 1% տնտեսական աճը նվազագույնը 25 միլիարդ դրամ է բերում պետական բյուջե, հիմա արդեն ավելի շատ կբերի, որտեղ համախառն ներքին արդյունքը աճել է 11 տրիլիոնից դարել է 11.317 միլիարդ, 11 տրիլիոն 317 միլիարդ, լավ, ասենք կարող է 27-28 միլիարդ բերի։ Ես այդ 36000 դրամով կնամ ընտանիք բայ։ Բազարը չէ։ Իսկ այդ հարցի շուրջ որևէ ինչ որ առաջարկներ կան որ 1000 դրամ թոշակը բարձրացնելու համար տարեկան մեզ պետքա 6 միլիարդ 10000 դրամ բարձրացնելու համար թոշակը նշանակական պետքա 60 միլիարդ ճիշտ է 60 միլիարդ դրամ տարեկան հիմնականում լրացուցիչ փողերի աղբյուրը պետական բյուջեի մուտքերն է փողը գա պետական բյուջե թոշակները բարձրացնենք ինչի հաշվին տնտեսական աճի հաշվին այսինքն եթե ես 1% տնտեսական աճ ունենամ 1% 25-26 միլիարդ դրամ ավել բյուջե փող է գալի հասկացաք այսինքն որպես այդ 60 միլիարդը ստանամ մեզ պետքա մոտավորապես առնվազն 2-2.5% տնտեսական աճ Հիմա կառավարության ղեկավարի կողմից փաստարկը էներ, որ քանի որ սպասվածից շատ տնտեսական ավելի աճ է եղել, ուրեմն մենք կարող ենք այդ սպասվածից ավելին ուղենք թոշակների վրա։ Այդ դեպքում հարց առաջանում, մենք քանի տարի ու քանի ամիս ենք դրա մասին խոսում, չէ՞ որ եւ 23 թվին, եւ 24 թվին 5-6 տարի թոշակ չի բարձրացվել։ Եղել է այլի մի փոքր աճ։ Հիմա եթե նայենք արդեն պաշտոնական հրապարակվեցին 25 թվականի պարոն Մարգարյան տնտեսական աճը դա 7.2% է, բայց եղել է նախատեսված 5.6%, այսինքն պետական բյուջեով եւ կառավարության ծրագրով դրված էր 5.6%, մոտ 1.5%, 1.6% աճը ավել է եղել, իսկ եթե 1%-ը 25 միլիարդ է, 1.5%-ը 1.6%, մոտավորապես կլորացրած դեպի վերև 40 միլիարդ է։ Այսինքն եթե վերցնենք, որ այդ ամբողջ հավելաճը տնտեսական աճի համախառն ներքին արդյունք, կրկնում եմ, այն նախատեսվածից ավել աճը, որովհետև մենք գիտենք որպես մասնագետներ, որ երբ որ բյուջեում աճի ցուցանիշ է դրվում, այդ աճի ցուցանիշին համարժեք լրացումները, մուտքերը պետական բյուջե նախատեսվում են բյուջեի ծախսերի մեջ, չէ՞։ Եկավ ավել, արդեն ծախսերը գրած է։ Բա հիմա հարցը առաջանում, եթե մենք չէինք նախատեսել բյուջեի մեջ, այդ ծախսը ապրիլի 1-ից անում ենք այդ հավելաճի հաշվին, այսինքն 1.5%-ի, դա 40 միլիարդ է։ Այդ ինչքան է այդ 40 միլիարդը տարվա կտրվածքով, մենք հաշվել ենք, որ 10000 դրամը բոլոր թոշակառուների համար 72 միլիարդ է տարեկան։ Հիմա քանիսն են ստանում նվազագույն կամ դրա մոտ թոշակ, այդ էլ պետք է ներկայացվի հասարակությանը, որը մոտավորապես մոտենում է նվազագույն պարինային զամբյուղին, իսկ նաև ասվեց, որ այն միջին թոշակն էլ կգա կմոտենա նվազագույն սպառողական զամբյուղին, բայց ես համաձայն չեմ դրա հետ, որտեղ նվազագույն զամբյուղը այսօր 82-83000 դրամ է, եւ եթե միջին թոշակը 50000 դրամ է, այդ ինչ ամենք 30000 դրամ բարձր է, այդ փող չկա որ բարձրացնենք, ուրեմն ինչի համար է դա ասվում, որտեղ սպառողականին չէ։ Հիմա դուք ասեք, ես ասեմ, սպառողականը որն է, պարենայինը որն է, ինչի համար է սա, հենց այդ մեր ամիսներ, տարիներ ասելուց հետո, ոնց որ ասում ասողին լսող ապետ, ի վերջո արվեց դա։ Մեծ հաշվով ես կարող եմ հիշեցնել եւ հարցեր տալ։ Ամիսներ առաջ կառավարության ղեկավարը հայտարարում էր, որ եթե 10800 դրամով ավելացնենք կենսաթոշակը, ինչի վրա պիտի ծախսեն այդ մարդիկ։ Հիմա ինչ է փոխվել։
Այսօր էլ այդ հարցը Այդ մնում է պատուհանների այո, մնում է հաջողության։ ակտուալ։ Դա մեկ, երկրորդը մեծ հաշվով այսօր թերևս նախընտրական շրջան է, հայտարարություններ են հանդես բերում քաղաքական ուժերը, ոմանք 50%-ով, ոմանք պակաս, ավել եւ ըստ էության որոշակի պոպուլիզմի տարեր են այս հայտարարությունների մեջ, բայց պետք է հիմնավորել, թե տնտեսական աճից եթե կախված փոփոխություն է արվում բյուջեում, այդպես եմ ես հասկանում, որտեղ դա ֆինանսական լուրջ վերաբաշխումների քաղաքականություն է ենթադրում, սեկվեստր եւ այլն, հարց է առաջանում։ Տարի կար 20-21 թվականից այս կողմ, որ տնտեսական աճը 12.8% է եղել, բարձր երկնիշ աճ։ Եթե դա էր պատճառը, ինչու գոնե 5%-ով կամ չինդեքսավորվեց կենսաթոշակները։ Հետևաբար այս քաղաքականությունը պարզապես նախընտրական որոշակի այս կոնյունկտուրային տուրք է, ռեալ 500,000 մարդուց ավելի մենք կենսաթոշակառուներ ունենք, որոնց մեծ մասը այո նվազագույն այդ նույնիսկ պարենային զամբյուղի իրենց այո կարիքը չեն կարողանում բավարարել։ Դրանք լուրջ խնդիրներ են եւ պետք է խորքային վերլուծությունների, նույնիսկ առանցին պարլամենտական լսումների թեմա պետք է դառնան։ Ես կարծում եմ, որ այսպիսի հայտարարությունները պետք է հաջորդեն նման լսումների եւ հիմնավորումների։ Տարբեր էքսպերտներ կան, տարբեր տեսակետներ կան, պետք է այս ամենը կազմակերպել եւ ոչ թե հայտարարել, որ այո, մենք գնում ենք այսպիսի փոփոխությունների, եթե դա արվում է ռեզերվների հաշվին, ուրիշ բան, բայց որքան ես հասկանում եմ, տնտեսական աճն է դիտարկում որպես հիմք։ Հիմա եթե կենսաթոշակները չէին բարձրանում նախորդ տարիներին, մյուս հարցը, ինչու էին սրընթաց աճում նույն ուժային համակարգին ուղղվող, հատկապես ոստիկանական համակարգին ուղղվող հատկացումները, այս հարցի պատասխանը պետք է տալ։ Պարգևավճարների այդ, ինչպես ասում են, տեղատարափը, որ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ ուրեմն ստացվում է, որ այսօր ձայնի ակնկալիք կա եւ պետք է նման հայտարարություններ անել։ Շատ բարի, պարոն Մարկյան, տեսեք, հիմա ես մեր հերոստատիտողի համար ասեմ, տեսեք, որ ասվել է, որ սպառողական նվազագույն զամբյուղին կհամապատասխանի միջին կենսաթոշակը։ Դա այդպես չի, որովհետեւ հիմա ասեմ։ Ես արդեն ասեցի, որ 82-83,000 դրամ է, 25 թվի սկզբներին դա 77,000 դրամ, հիմա արդեն 26-ն է, մի տարի հետո գնաճը, որովհետև երբ որ մենք ասում ենք զամբյուղ, սիրելի հերոստատիտող, մենք հասկանում ենք 10-12 պարտադիր ապրանքատեսակներ, հատկապես սննդային, որոնք մարդ ամենօրյա պետք է սպառի։ Հիմա ես ասեմ, հաց առաջի հերթին, միս մսամթերք, օրինակ զամբյուղով տված է, որ կես ձու, մեկ օրում մարդը կես ձու պետք է սպառի, ձավարեղեն, բանջարեղեն, որոշակի մրգեր, հա, այսինքն սա պարտադիր զամբյուղն է, որը պետք է պարենային զամբյուղը։ Երբ որ ասում ենք կենսապահովման, էլի դա, բայց այդտեղ արդեն կարող է որոշակի առողջապահական տարեր մտնի տեղ, որոշակի տրանսպորտի տարեր, մարդ պետք է տեղաշարժ, պետք է ապրի վերջ, հա, դրա համար կենսապահովում, ջեռուցման եւ այլ։ Հիմա տեսեք, ես օրինակ կբերեմ մսի եւ հացի հետ կապված, որն է տարբերությունը նվազագույն պարենային զամբյուղի եւ կենսապահովման։ Նվազագույն պարենային զամբյուղում տրված է, որ մեկ քաղաքացին պետք է սպառի 365 գրամ հաց օրը։ Նվազագույն կենսապահովման 460 գրամ, այսինքն 100 գրամ հացի տարբերությունը, այսինքն այդ 44,000 պարենայինի եւ 83,000 կենսապահովման զամբյուղների մեջ հացի մասով 100 գրամի տարբերություն է մեկ շնչի հաշվով։ Միս մսամթերք 48 գրամ պարենային զամբյուղ, պատկերացնում եք 48 գրամ, որ ընդամենը միս, եւ 100 գրամ միս նվազագույն կենսապահովման։ Եվ այդպես շարունակ հետապրանքատեսակների։ Այս առումով ելի մենք, եթե միջին կենսաթոշակը չի հասնում սպառողականին, ընդունենք միջին էլ դառնում է 55,000 կամ 56,000, այսինքն 30,000 դրամով պակասական մարդը, որ պետք է նորմալ սպառի, որ կենսապահովի։ Այս պարագայում էլի բավականին մեծ թվով 100,000-ավոր կենսաթոշակառուներ էլի աղքատության դաշտում են գտնվելու։ Այսինքն սա, բայց այն որ ասում է պարոն Մարկյան, ասողին լսողա պետք։ Ասել ենք, որ տնտեսական աճի հաշվին եւ դուք ճիշտ նշեցիք, անցած տարիների տնտեսական հավելաճի հաշվին ինչի չի բարձրացել։ Բայց չէ որ մենք ասում ենք նաեւ այլ բաներ։ Տեսեք,
մեր քննարկումը, եթե որ ասում ենք մասնագիտական չի կարող մենակ զուտ մասնագիտական լինել, որովհետև տնտեսական քաղաքականությունն է, որ որոշում է թե ինչ քաղաքականություն եւ հակառակը քաղաքականությունն է որոշում, ինչպիսի տնտեսություն։ Հիմա մեր քննարկումը տնտեսա-քաղաքական է։ Մենք չենք կարող տնտեսական լուծումների երաշխիքները չհիմնավորել քաղաքական կուրսի իրականացման բանով։ Հիմա մենք քանի որ համախառն ներքին արդյունքի աճը արդեն պաշտոնական կա 7.2%, մի հատ հասկանանք, այդ ինչ կառուցվածք է, ինչ ա տվել մեր երկրին 25 թվականը, վերարտանումը կա թե չկա, ռուս-ուկրաինական պատերազմը այդքան որ ասում ենք, ինչի կբերի երբ որ վերջանա, խնդրեմ։ Տնտեսական աճ իսկապես տպավորիչ է, եթե նայենք վերջի, այսպես տասնամյակի կտրվածքով, 10 տարվա կտրվածքով ես հաշվեցի 5.3% է եւ այդ ֆոնին, այո, միջին աճը եւ 7.2%, բայց ինչպիսի կառուցվածք ունի։ Գաղտնիք չէ եւ այդ մասին մենք շատ ենք խոսել, որ կառուցվածքային առումով մեր տնտեսությունը խոցելի է։ Հիմա եթե նայենք այս 7.2%-ի, դրա կեսից նպաստումների մասով ֆինանսական ոլորտն է, ֆինանսական ապահովագրական ոլորտն է, բանկային համակարգն է, այո, այնտեղ նաև տեղեկատվություն կապ եւ այլն կարող է որոշակի նպաստումներ ունենալ, բայց հիմնականը այդտեղ ֆինանսական ծառայություններն են, միջնորդություններն են եւ նաեւ խաղաբիզնեսը, դա եւս ֆինանսական ոլորտի ծառայությունների մաս է, այսինքն գրեթե կեսը մի ոլորտ է, որտեղ ավելացված արժեք բուն իմաստով չի ստեղծվում։ Ավելացված արժեքը ավելի ճիշտ այն չէ, ինչ որ ենթադրենք ռեալ սեկտորի աշխատատեղերն են, որտեղ ստեղծում է ենթադրենք արտահանելի ապրանք եւ ծառայություն։ Սա կարեւոր է, որ պետք է հաշվի առնել եւ այդտեղ իհարկե կարեւոր նպաստումների մեջ շինարարությունն է, որը գեներացված է մեծ հաշվով եկամտային հարկի հետ վերադարձի այդ ծրագրով, որը ավարտվել է։ Այսինքն այս աճը, որ մենք դիտարկում ենք որպես դրայվեր, հիմնական աճի այս սեգմենտը, վաղը մյուս օրը ընկնելու է, հետևաբար ինչքան բարձր է աճը, այնքան ավելի ցավոտ է լինելու անկումը։ Իսկ մենք խոսում ենք կայուն աճի, զարգացման, հետևաբար բարեկեցության ու կենսամակարդակի կայուն աճ ապահովելու հրամայականներից։ Այստեղ լուրջ խնդիր կա կառուցվածքային առումով, որ աշխատատեղերը դու պետք է գեներացնես հատկապես այն ոլորտներում, որտեղ բարձր տեխնոլոգիական ավելացված արժեքի մեծ մասաբաժին ունեցող ոլորտներ են, եւ դա չես ապահովում ֆինանսական կամ ենթադրենք ներմուծման հաշվին, սա եւս կարեւոր խնդիր է։ Այդ աճի մեջ, եթե նայենք տարեկան ցուցանիշներին, մոտ 45-50%-ով ներմուծումը գերազանցել է արտահանմանը։ Սա այդ վերաարտահանումների նաեւ հետևանքն է։ Սա եւս վաղը մյուս օրը չի լինելու։ Հետևաբար շատ չպետք է ողջևորվել այս 7.2% թվով եւ պետք է մի քիչ ավելի երկար, ավելի հեռու նայել։ Միջին ժամկետ, ինչպիսին կլինի մեր տնտեսական քաղաքականությունը եւ տնտեսական համակարգի վիճակը, ինչպիսի գործիքակազմեր պետք է գործադրվեն, որպեսզի փոխվի իրավիճակը կառուցվածքային առումով, աճի որակի առումով եւ բովանդակության առումով։ Մարգարյան, այո, դուք իրավացի եք, հիմա ես եւս մի երկու ցուցանիշ ներկայացնեմ մեր հեռուստադիտողներին, տեսեք, 7.2% տնտեսական աճ, բայց ինչ պայմաններում, մենք ունենք արտահանման, Հայաստանի Հանրապետության արտահանման 36% կրճատում, այսինքն մեր արտահանումը 36%-ով կրճատվել է եւ դարձել է մոտ 8 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 23%-ով եւ դարձել է ուրեմն 13.3 միլիարդ դոլար, այսինքն մեր առևտրաշրջանառությունը 21.5 միլիարդ դոլար է միասնական, եթե մեր համախառն ներքին արդյունքը մոտավորապես 27.5-28 միլիարդ դոլար է, արդեն այդ սեգմենտը արտահանում ներկրում այդքան է։ Մյուս կոմպոնենտները, քիչ հետո կասեմ, իր մեջ ներառում է պետական գնումներ, մասնավոր ներդրումներ եւ արտահանման ներկրման տարբերություն արդեն ասեցի։ Ես սպառում եմ ընտանիքների։ Հիմա տեսեք, ոնց կարող է քո արտահանումը կրճատվի 36%-ով, այսինքն ինչ այդ պրոբլեմային է, թե ամբողջապես դա կրճատվել է վերարտահանումը, որ Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն ոսկին բերել տարել են,
մոբայլ այդ տեխնիկան բերել են տարել են Ռուսաստան, դու ոչ միտեղ տեղ ձեր ասած հավելյալ արդյունքը չի ստեղծվում։ Ուղղակի փոխանցող օղակ է, հա, լավ, ինչ որ բանով դրանից օգտվել է երկիրը, բայց սա չի կարող մշտական կայուն զարգացման համար հիմքեր պատրաստի, սա մեկ։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ դուք ասեցիք տնտեսության իրական սեկտորի մասին, այսինքն արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարություն։ Այս երեք ճյուղերը, որոնք տնտեսության իրական հատվածն են, շինարարությունն է, որ ապահովել է 20% աճ 25 թվականին եւ ծառայությունների ոլորտը 10% աճ։ Մնացածը գյուղատնտեսություն, արդյունաբերությունը առաջին անգամ վերջի 5-6 տարիների ընթացքում, որ համարյա 0-ի մոտ էր 4.5% եւ գյուղատնտեսությունը 5.3 թե 5.4%։ Այսինքն այս պարագայում այնտեղ որտեղ որ հավելյալ արդյունք է ստեղծվում, այսինքն նոր աշխատատեղեր, այսինքն ավելի արժե համակարգի արժե շղթայի մեծացում կամ արտադրողականության աճ, մենք չենք հաշվում, չէ՞, որ առևտրի ոլորտում օրինակ արտադրողականությունը այսքան աճ է, տարօրինակ աճ է, ասենք մանրածախ կամ մեծածախ առևտրի ոլորտում աշխատանքի արտադրողականությունը աճեց։ Մենք ռեալ սեկտորում ենք դա հաշվում։ Եվ գյուղատնտեսության ոլորտում, ինչպես միշտ ասել եմ, մենք ունենք խայտառակ ցածր թիվ արտադրողականության առումով պաշտոնական։ Մենք ունենք մոտավորապես 1 գյուղացիական տնտեսության հաշվով մենք ամսական ունենք մաքսիմալ $500։ Այսինքն պաշտոնական թվերով մի տնտեսությունը, Ժողովուրդ ջան, ընդամենը $500 է ստեղծում պաշտոնական։ Սա խայտառակ ցածր թիվ, այսինքն դուրս է գալի, որ գյուղատնտեսությունը հիմնականում շահութաբեր չի։ Դրա համար գյուղից հեռանում են, հա։ Եվ իջել է համախառն ներքին արդյունքում 8%։ Գյուղատնտեսության կշիռը ընդամենը 8% է, 7-9% է։ Հիմա այ դուք խնդրեմ ասեք, հետո անցնենք արդեն մեր տնտեսության ընդհանուր գնահատականը։ Եթե նայենք այդ տնտեսության մեր արտաքին հատվածի, այսպես ասած, կոնֆիգուրացիային, այն խիստ մտահոգիչ է։ Արտահանման ներմուծման այդ տարբերությունը, հսկայական այդ ճեղքը նախ ենթադրում է լուրջ ճնշում երկրի արտարժութային ռեզերվների վրա։ Այն իմաստով, որ դուք պետք է այդ փակեք այդ տարբերությունը։ Ճիշտ է, հատկապես վերջի տարվա 1.5 տարվա ընթացքում երկրի արտաքին պահոստները ավելացել են, ռեզերվները արդեն 5 միլիարդից անցնում են, բայց ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես են դրանք կառավարվում, արդյոք դրանք հավելյալ ռիսկեր չեն ստեղծում դոլարային, այսպես ասած, հիմնական դոմինանտության պայմաններում այդ ռեզերվների, այդ կառուցվածքի մեջ։ Սա լուրջ խնդիր է։ Երկրորդը, այս թվերի կոնտեքստում պետք է նայել ինչպիսի դինամիկա է ունեցել երկրի պետական պարտքը, այն որ պետությունը ներգրավում է հսկայածավալ ռեսուրսներ հատկապես ներքին շուկայից եւ մեծ հաշվով մրցում է մասնավոր հատվածի հետ ներդրումներ ներգրավելու հարցում, իր խնդիրներն է լուծում, այսինքն այդ արտամղման էֆեկտը սկսել է շատ ավելի կոշտ ձևով աշխատել ներդրումների ռեալ հատվածում աշխատատեղերի ստեղծման եւ երկարաժամկետ ինվեստիցիաների խրախուսման խթանման դեմ, սա փաստ է, սա իրականություն է եւ մենք տեսնում ենք նաեւ մտահոգիչ միտումներ ենթակառուցվածքային ոլորտներում, բնական մենաշնորհների ոլորտներում, այն ինչ որ տեղի ունեցավ հեծի հետ եւ այդ անորոշությունները, ռիսկերը կապված դատաքննությունների, անպատասխան որոշումների եւ այլն, դա ազդակ է բացասական ներդրողների համար, այնպես որ այստեղ կա խնդիր, պետությունը պետք է ոչ թե մրցակցի ռեալ սեկտորի հետ միջոցներ ներգրավելու, ներդնելու, այլ պետք է խթանի եւ պետություն մասնավոր հատված գործընկերության շրջանակներում գործի եւ միջին երկար ժամկետ ռազմավարական ծրագրերի, մենք դա չենք տեսնում ցավոք։ Այդտեղ նաեւ կա լուրջ խնդիր հարկային քաղաքականության գործիքների գործիքակազմերի հետ, բայց ընդհանուր առմամբ եթե նայենք տնտեսական աճին գնահատական տանք, տնտեսական աճը հեռու է ներառականությունից։ Այդ աճի մեջ մենք չենք տեսնում քիչ թե շատ արդար եւ հավասար կամ արդարացի բաշխում, վերաբաշխում հօգուտ այն շերտերի, որի մասին մենք խոսեցինք։ Եվ դա լավ կլիներ, երբ որ կենսաթոշակառուների մասին խոսում ենք, նաև խոցելի այլ շերտեր էլ կան, նրանց էլ հասանելիությունների, ոչ միայն եկամուտների, այլև հնարավորությունների եւ ռեսուրսների լայն հասանելիություն ապահովել։ Սա նույնպես շատ կարևոր խնդիր է։ Ճիշտ է, եթե sense փորձենք մեր հերոստատիտողի համար sense մի քիչ պարզ, շատ չասեմ պարզունակ պարզ,
Պատկերացրեք դուք տնտեսական աճի արդյունքների բաշխման եւ վերաբաշխման մասին ասեցիք, հիմքում իհարկե միջդրվելա ներառականություն, այսինքն այդ աճի պտուղներից պետքա չեմ ասում մեխանիկորեն, բայց որոշակի տրամաբանությամբ շատ ավելի շատ մարդիկ օգտվեն, որպեսզի իրաց կաշվի վրա զգան աճի դրական հետևանքները կամ արդյունքները։ Այսինքն մի բանա, որ մի մարդու գրպան դու դնես ընդունենք 1 միլիոն կամ 5 միլիոն դրամ կամ 10 միլիոն դրամ, այլ բանա, որ այդ 5 միլիոնը կամ 10 միլիոնը բաշխվի, ընդունենք 100 կամ 200 մարդու միջև, ամեն մեկի գրպանում դրվի 100 կամ 200 հազար դրամ։ Այսինքն դրա հետևանքը հանրային ռեակցիան, հանրային արձագանքը լրիվ տարբեր է, որտեղ այն որտեղ որ այդ մեծ գումարը դրվում է, դրա մի մասը անպայման խնայելու է եւ չգիտես ուր է գնալու դա, կամ գնալու է այդ խաղադրույքներին, կամ գնալու է թմրամոլությանը, կամ գնալու է այլ շռայլության ծախսերի, իսկ սա մարդու կյանքի նվազագույն որակն է ապահովելու, այսպես մի քիչ sense པարզ ռեժիմով մենք ասենք, որ հասկանալի լինի։ Բայց որևէ մեկը դեմ չի, որ մարդիկ պետքա շատ եկամուտ ստանան ըստ իրենց տաղանդի եւ ըստ իրենց ներդրման։ Այսինքն սա հակասության մեջ չեմ դնում ես։ Մի փոքրիկ դիտարկում դրա հետ կապված, նաև այդ խոցելիությունները տնտեսական աճի տարածական անհամաչափ բաշխվածությունների մեջ է։ Մեր հայրենակիցները, որ հանդիպում էինք, խոսում էինք, զրուցում էինք, նաև դժգոհում էին այդ տարածական անարդարությունից։ Միջոցները, հնարավորությունները, ռեսուրսները, հասանելիությունները մեծ մասամբ մայրաքաղաքում են եւ հարակից մոտ, այսպես ասած, մարզերում։ Իսկ ավելի հեռու շրջաններում, ավելի հեռու մարզերում կա լուրջ խնդիր, այսպես ասած, կենսամինիմումները ապահովելու, սկսած անվտանգությունից, որ ամենակարևոր այսօր բարիքն է հանրային, այսպես ասենք, ուղակի, որ պետք է ոչ միայն բյուջետային, այլ նաև կորպորացիաների, ընկերությունների միջոցներով ապահովվի։ Վերջացրած կենսապահովման նվազագույն զամբյուղի այն հնարավոր, այսպես առաջնահերթություններից ապահովման, որ ուղղակի պետք է լինի եւ պետության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հոգսն ու, այսպես ասենք, ջանքը, որ պետք է արվի։ Համակարգան մենք միասին ճիշտ եք ասում հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ոչ բոլոր տեղերը, նաև մեր մյուս գործընկերները մենք այցելեցինք, ինչպես հաղորդման սկզբում ասեցի, մտահոգություններ, առաջարկներ եւ եղան եւ առաջարկ Հայաստանի միտքը Գագիկ Ծառուկյանին էր, որ գնանք, առաջարկները լսենք, արձանագրենք, մշակենք, խմբավորենք եւ դուք տեսնում եք, որ քայլ-քայլ առաջարկ Հայաստանի տարբեր ուղղություններով պլատֆորմները, ասենք արտաքին քաղաքականության մասով, մեգա նախագծերի մասով, նոր տնտեսական եւ արդյունաբերական քաղաքականության մասով, ընդունենք եւ այլ ուղղություններով երիտասարդական պլատֆորմը, մենք տեսնում ենք, որ դրանք հասարակության համար տեսանելի են դարձնում, հրապարակվում են եւ այս առումով էլի կլնեն եւ սրանց զուգահեռ դուք տեսնում եք նաեւ, որ նոր քաղաքական ուժեր են միանում այդ ծրագրին, որտեղ արդեն քաղաքական համախմբման, այսպես եւ հանրային համախմբման ձևաչափն է սկսում աշխատել, ինքը ընթացքի մեջ է եւ ընթացքի մեջ լինելը ինձ թվում է հասարակական գիտակցության մեջ մարդկանց որոշակի հստակ ազդեցություն է ունենում։ Մարդիկ ասում են, օրինակ, այս ուժերը, որ գնում միանում են այդ ծրագրին, առաջարկ Հայաստանի, մի հատ էլ մոտիկից ծանոթանանք, հələ մի հատ տեսնենք, էս ինչ է, այդ լավ բանն է, ինչ է իրանից է, գնանք մոտիկից մի հատ ծանոթանանք, շփվենք, հասկանանք, եւ ես արդեն զգում եմ, ինքս քանի որ փողոցում քայլում եմ, խանութ եմ մտնում, ինչ-որ մի շրջան եմ գնում եւ այլն, զգում եմ, որ այդ հետաքրքրվածությունը, օրինակ, համեմատում եմ 1 տարի առաջ, էապես այդ հետաքրքրվածությունը ես զգում եմ։ Ինձ թվում է դուք էլ եք դա զգում։ Ես այս երևույթը, եթե որակենք այս գործընթացը, սա ծրագրային ներառականություն է։ Այսինքն որևէ ծրագիր, որ դուք առաջարկում եք կամ պատրաստում եք իրականացնել կամ պատրաստում եք ներկայացնել օրվա կառավարությանը տարբեր հարթակներով, այդ ծրագիրը ձևավորում են նրանք, որոնք շահառուներ են, որոնց կյանքը փոխելուն է ուղղված այդ առաջարկները։ Ինչու է մյուս քաղաքական ուժերի, հանրային, հասարակական կազմակերպությունների, անհատների հետաքրքրությունը, այսպես ասած, մեծ այս նախաձեռնության նկատմամբ։ Ես ինքս էլ ապակուսակցական, պրոֆեսոր եմ, դասախոս, հետազոտող եւ այլն, հետաքրքիր է, գրավիչ է այն իմաստով, որ լայն պլատֆորմն է։
եւ այդտեղ ներառվում են նրանք, որոնց կյանքի բարելավմանն է ուղղված այս ծրագիրը, այսինքն դու նախ եւ առաջ ինսպեկցիա ես անում, մոնիտորինգ ես անում, հավաքագրում ես ակնկալիքները մարդկանց, սոցիալապես ընդունելի ակնկալիքները, դրանք ձևակերպում ես, համադրում ես, վստահ եմ նաև նրանք, ովքեր միանում են կամ ցանկանում են այս պլատֆորմով հանդես գալ, իրենք բերելու են իրենց առաջարկները, որոնք նույնպես նման ճանապարհով են ձևավորել կամ ձևավորման փուլում են եւ ստացվում է օրգանական, բովանդակային ծրագիր, որը իսկապես իրատեսական կարող է լինել կատարման առումով։ Քաղաքական, այսպես ասենք, նախապատվությունները դնենք մի կողմ։ Կարևորը բովանդակային ծրագիր, իրատեսական ծրագիր մշակելն է եւ իրականացնելն է։ Եվ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը, որ ասում է ինձ պետք չէ կուսակցական, այսպես ասած, ֆորմատը, պլատֆորմները, բաժանարար գծերը, կարևորը գործն է, կարևորը նախաձեռնություններն է եւ մոտիվացիաներն են, որ պետք է լինեն massայական եւ ներգրավվածությունը լինի massայական, այսինքն ներառական։ Ճիշտ է, հիմա տեսեք, ցանկացած մարդ, կլինի երիտասարդ, միջին տարիքի թե թոշակառու, մտածում է, որ ինքը անկախ տարիքից կարող է ինտեգրվի ինչ որ մի կազմակերպչական կառույցի կամ կառուցվածքի մեջ, կլինի քաղաքական, կլինի հանրային, հասարակական, եւ այս ծրագրի հիմնական նորարարական բովանդակությունը եւ տրամաբանությունը կայանում է նրանում, որ ինքը բաց է, ասինքն դուռը լայն բաց է, որպեսզի գան եւ մասնակցեն։ Իսկ եթե մենք նեղացնում ենք, միայն կուսակցական ձևաչափ ենք ընդունում, դե այդ կուսակցությունները մարդիկ տարիներով կան եւ իրանց այդ կուսակցական, այսպես ներկայությունը կարող է լայն զանգվածի համար ասի դե այդ մարդիկ տեղ են, մենք այս կուսակցական չեմ, ասինքն այդտեղ որոշակի քայլեր կա, որ ես չեմ ասում, ոնց գնամ այնտեղ, չէ։ Հիմա սա թույլ տվեց, որ ինքը բացեց, ես պարզ եմ ասում, բացեց եւ ասեց, եկեք ձեր առաջարկներով։ Եվ ինքը կյանքը մի քիչ ուշ արդեն մենք կտեսնենք, որ բավականին հետաքրքիր ձևաչափեր է առաջարկելու, բայց հետ գալով սա դուք շատ ճիշտ գնահատական տվեցիք, ես համաձայն եմ, մենք էլ միասին մասնակցում ենք դրան։ Հիմա հետ գալով մեր տնտեսական իրավիճակին, պարոն Մարգարյան, տեսեք, երբ որ ասում ենք Հայաստանի համախառն ներքին արդյունքը արդեն մի 28-29 կամ 28 միլիարդ դոլար է, չէ՞։ Ինչ որ մի նոր բան չկա, ես այդ թվերը բերել եմ։ Օրինակ, սրանից 10 տարի առաջ կամ 8 տարի առաջ աշխարհի համախառն ներքին արդյունքը մոտ 70-75 տրիլիոն դոլար էր, չէ՞։ Այսօր 117 տրիլիոն է 25 թիվը։ Այսինքն տեսեք հələ ինչ, դες ինչ որ բան չկա, էլի որ աշխարհն է գնում այդ ծավալման ուղղություններով, ուղղակի աշխարհի տարբեր հատվածներում տարբեր խնդիրներ կա։ Օրինակ Եվրոպան, Եվրոմիությունը համարյա աճ չունի։ Ինքը հետ ընկավ աշխարհի մրցակցային դաշտում, եթե Միացյալ Նահանգներինը 31 տրիլիոն է, այսօր Եվրոպան հազիվ 20-21 տրիլիոն է, Չինաստանը 19.5 տրիլիոն է, արդեն պատկերացրեք ամբողջ Եվրամիությանը հավասար է Չինաստանի, այդ 28 երկրի համախառն ներքին արդյունքներին, եւ այս առումով մեր տարածաշրջանում ես ասել եմ, Հարևան Վրաստանը 38-39, ուրեմն միլիարդ դոլար է, Ադրբեջանը 90 միլիարդի է հասնում, Իրանը 340 միլիարդ եւ Թուրքիան 1.5 տրիլիոն, ընդ որում ընդունենք Ռուսաստանը 2.5 տրիլիոն։ Այսինքն մենք պետք է նայենք այս մեր չափելի քայլերը տնտեսական եւ տարածաշրջանային եւ համաշխարհային միտումների զուգորդման ուրեմն դաշտում։ Այսինքն դες մի բան չի, ոնց որ մենք պարփակվենք, խոսենք Հայաստանի տնտեսության մասին, բայց չասենք թե կողքը կամ աշխարհում ինչ զուգահեռ process-ներ ա։ Մենք պետք է համադրելի լինենք եւ պետք է ալնենք հետաքրքիր, մեր տնտեսությունը պետք է լինի գրավող եւ հետաքրքիր խոշոր ներդրողների համար, որ հերոյա, որ ասեմ այդպես, հա, որտեղ մեր եթե դու աճ ունես, բայց քո օտարերկրյա օղակի ներդրումների ծավալը մի 150-200 միլիոն դոլարից էլ չի անցնում, ես էլ աճեմ մի քիչ տնտեսագիտական աքսիոմաների, աքսիոմատիկ պոստուլատներին ինչ որ անտրամաբանական բան է, ուրեմն ինչի հաշվին է քո աճը, եւ երկրորդ մենք պետք է հասկանանք, այդ տարածաշրջանային երկրները, մի հատ հետաքրքիր բան եմ ասում, սիրելի հեռուստադիտող, մեր տնտեսության մեջ այս 20 թվականի պատերազմից հետո եւ 23 թվականի Արցախի էթնիկ զտումից հետո իրենք գալիս են օբյեկտիվորեն ինտեգրվելու համակարգին, ինտեգրում տնտեսական, թե տնտեսական էքսպանսիա է սպասվում, հա, որտեղ մենք գիտենք, որ պատերազմ, քաղաքական հարաբերություններ դրան կարող է հետևի տնտեսական
այսպես կոչված միջամտությունը, էքսպանսիան իշահ իրենց։ Արդյոք մեր տնտեսության մեջ տարածաշրջանային երկրները որոշակի ներդրում են անելու, որ իշահ իրենց եւ այդ ներդրումները շահագրգիռ են ելնելու, իրանք պաշտպանեն։ Սա ամենակարևոր առաջիկա խնդիրն է։ Հետաքրքիր դիտարկում է եւ մտահոգություն ես կասեի, այն որ մեր տնտեսական կառուցվածքը խոցելի է եւ ապագայի տեսանկյունից կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ներդրումների առումով, դա քննարկման ենթակա չէ, դա այդպես է։ Հարցը այն է ինչպես անել, որ տնտեսական դիմակայության մակարդակը բարձրացվի։ Առաջի հերթին խոսքը վերաբերում է հնարավորությունների ճիշտ օգտագործման, առաջի հերթին այդտեղ մարդկային ռեսուրսների զարգացման որակի եւ տնտեսության նոր արդյունաբերականացման ուղղության։ Մենք ունենք մեգա նախագծեր, այո, եւ այդ մեգա նախագծերի մեջ մեր հիմնային ռեսուրսների օգտագործման հնարավորություններն են եւ ներդրումային հնարավորությունները։ Երբ որ մենք խոսում ենք մեր հարևանների, նրանք չեն փոխվել, չեն էլ փոխվելու, պարզապես դու պետք է կարողանաս հակադրել քո մեխանիզմները, քո համակարգերը, համակարգային դիմակայության, այսպես ասած, հիմքեր ստեղծեց, որպեսի բացվեց մեծ հաշվով այս կոմունիկացիաները վաղը մյուս օրը բացվելու են այս կամ այն ձև, այս կամ այն կերպ, եւ դու պետք է ոտքի տակ չընկնելու, այսպես ասած, խնդրից խուսափես։ Հայաստանը միշտ եղել է Խորհրդային միության ժամանակներում տեխնոգեներատոր երկիր եւ դոմինանտ է եղել այս տարածաշրջանի երկրների նկատմամբ եւ ին էներգետիկական եւ բարձր տեխնոլոգիական մեքենաշինություն, էլեկտրոնիկա, սարքաշինություն եւ այլն եւ հիմնական 80 եւ ավելի տոկոսը արտադրանքի արտահանվել է արտահանելի հատվածի գերդոմինանտության բարձր տեխնոլոգիական տեխնոգեներատոր երկիր։ Ինչով է դա պայմանավորված եղել առաջի հերթին մարդկային որակյալ ռեսուրսներով, կրթական բարձր զարգացած համակարգերով, իսկ դա նաև ստրատեգիական ներդրումների պահանջ է կառավարությանը։ Կառավարությունը որպես ներդրող չպետք է առաջի հերթին մտածի, այսպես ասած, ենթակառուցվածք, այո, դա էլ է պետք, ջրամբարներ դա էլ է պետք, բայց կրթության եւ առողջապահության ոլորտներում ներդրումները դրանք ստրատեգիական ներդրումներ են, ազդակ են մասնավոր ներդրումներին։ Եթե դուք ներդրումները անում եք ձեր թիվ 1 ռեսուրսի, մարդկային ռեսուրսների զարգացման մեջ, կրթական, ինժեներական, կառավարչական եւ այլն ընդհանուր մշակութային, այսպես ասած, ոլորտի այդ որակը բարձրացնելու, մրցունակության մակարդակը բարձրացնելու մեջ դուք ստեղծում եք բարենպաստ երկարաժամկետ գրավիչ ներդրումային միջավայր։ Սա պետք է լինի։ Երկրորդը քաղաքականության գործիքակազմերն են։ Հարկային, մաքսային, ինվեստիցիոն, այսպես վճարների, համաֆինանսավորումների ինչ քաղաքականություն ենք իրականացնում, ինչպիսի քաղաքականություններ տարածական առումով, տարածքային, ինչպիսի քաղաքականություն է այսօր վարվում, սա լուրջ հարց է։ Պարոն Մարկյան, երկու էպիզոդի վրա ուշադրություն դարձնեմ, երբ որ ասացի հարևան երկրների տնտեսական էքսպանսիա, թե ինտեգրում։ Տեսեք, դուք նշեցիք արդյունաբերականացման մասին, որովհետև բարձր տեխնոլոգիական աշխատատեղերը եւ արտադրողական աշխատատեղերը կարող են արդյունաբերության մեջ լինել, ամեն ինչ պետք է իրավական կարգավորում ունենա եւ մոտիվացիա։ Երբ որ իրավական կարգավորումը մենք 10 տարի առաջ տվեցինք, այդ մայր օրենք արդյունաբերական քաղաքականության մասին իմ կողմից նախկին ազգային ժողովներում, գումարումներից մեկում, այդ ամբողջ 10 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է անդրադարձել, որ դրա ուրեմն գլուխներից 4-րդ հոդվածում ինչ որ փոփոխություն անի, որ մի գործ անի։ Չստացվեց հետո, պարզապես Քերոբյանը հիմա չկա, բայց գործիքը տեսեք, մենք գործիքը տվել ենք, որ ոնց պետք է անել, եւ դա չի իրականացվում։ Սա լուրջ խնդիր է, այսինքն դու պետք է ծրագրային աշխատես։ Նայ, մեր բյուջեն ոնց է, ծրագրային ֆինանսավորում, չէ, ամբողջապես։ Կա ծրագիր, ոչ թե այդ փողը ասենք ու ուզենք կտանք։ Եվ այդ ծրագիրը ֆինանսավորում է։ Հիմա եթե ապրիլի 1-ից որոշեցին թոշակները բարձրացնեն, այդ ծրագիրը բյուջեում չկար։ Հնդածս դա դրվեց։ Հիմա ոչ մեկ չեն կարծում, ինչ թոշակել բարձրացնեք, դա իօքուտ քաղաքացիություն է, բայց ինքը ծրագրային չէր այս տվյալ այս պահին։
Հիմա եթե արդյունաբերություններ պետքա ծրագրային լինի, որ այդ ծրագիրը դու կարողանաս ֆինանսավորես, ոչ թե գործարանի կառուցումը, այլ այդ միջավայրը, որտեղ ինքը գրավիչ ներդրումներ կբերի։ Սա մեկ, եւ երկրորդը ինտեգրման մասով։ Հերո չեն գնում։ Մենք ունենք այդ տրիպը, Տրամպի ուղին, եւ մեր բոլորի կարծիքը այն է, որ չպետք է գա Զանգելանից Մեղրիով 43 կիլոմետրը մտնի բան, Ջուլֆա ընդունենք կամ Օրդուբադ եւ տեղ գնա ու վերջանա։ Պետքա շարուր, ուրեմն սադարակ, ախորիկ։ ուրեմն այո, այդ բանից երասխից գնա դեպի Ախուրիկ եւ գնա մտնի Գյումրի Կարսով ինտեգրվի, չէ՞։ Բայց այսօր ինչ են անում։ Այսօր արդեն ասել եմ 224 կիլոմետրը Կարս, Իգդիր, Դիլիջու դեպի Նախիջևան կառուցում են 2.4 միլիարդ եվրո են դրել եւ հարց են տալիս, ասում են թե բայց ինչ է կանում, եթե այս ճանապարհը կա, այնտեղ 1.5 կիլոմետրից տեղել եմի 6-7 կիլոմետր է, վերեք անենք նույնը Ղազախի Իջևան Դիլիջան, չի լու, այսինքն հիմա սա ինչ է, ինտեգրում է սա։ Սա ինտեգրում չէ, սա էքսպանսիա է, դուք ճիշտ եք, մեծ հաշվով, եթե արդարությունը եւ ճշմարտությունը դրված չէ լոգիստիկայի հիմքում, այդ նախագծերը կարճ կյանք են ունենալու, դրանք մեռելացին են։ Ինչու Տրամպի ուղի, եթե ոչ խաղաղության ուղի։ Չպետք է կապել մեկ նախագահի հետ եւ կոնյունկտուրայի վերածել։ Եթե այդ երկիրը հզոր երկիրը, թիվ 1 ենթադրենք երկիրը ցանկանում է այս տարածաշրջանում խաղաղություն եւ արդար է, պետք է դնի հարցը լայն կոնտեքստում, բացվում են բոլոր կոմունիկացիաները։ Մենք գիտենք, որ Ադրբեջանից դեպի Հայաստան մտնող այլ երկաթգիծ էլ կա։ Այսօր տեսեք Ռուսաստանը շատ ակտիվորեն մտածում է աբխազական երկաթգիծը գործարկելու մասին։ Երևի այս թրիպի կոնյունկտուրային ազդակների հետևանքն է նաև դա, որ այլընտրանքներ պետք է ունենա երկիրը ու Հայաստանը այդ այլընտրանքները տարածաշրջանը եթե բացվելու է, բոլոր ուղղություններով պետք է օգտագործի։ Շատ բարի, հետարքիր միտք եկավ, պարոն Մարկյանից մոտ տեսեք, այսինքն երբ որ ընդունենք հետ պատերազմական վիճակ է, բայց պատերազմների վտանգը չի չզոքացվել իսպար, դա նշանակում է կայուն զարգացման հիմքեր առայժմ չկա։ Այդ պարագայում տարածաշրջանային երկրները իրենց շահերից ելնելով, բարձ բան եմ ասում, ելնելով իրենց շահերից, հələ որ կայուն խաղաղություն չկա, ուզում են ազդեցության գոտիներ գրավեն, այսպես կոչված, չէ՞։ Ազդեցություններ, դոմինանտություն, գերակայություններ, նույնը այդ երկաթուղու, նույնը նավթատարներ, գազամուղներ եւ այլն, եւ մեր ասածը, մեր քննարկման իմաստը այն է, որ մենք էլ այնպես բանակցենք, այնպեսի քաղաքականություն վարենք, որ այդ պարիցետը, այդ հավասարակշռությունը, բալանսավորումը կողմերի միջև իշահ մեր պետության պահպանենք, որովհետեւ մենք չգիտենք հələ, այդ որ մենք ասում ենք ընդունենք 10 քանի թվին, 15 թվին, 14 թվին արդեն ռազմական բալանսը խախտվել էր Իոկոտ Ադրբեջանի, դրա համար տեղի ունեցավ հետագայում պատերազմ, իսկ մենք չգիտենք հիմա բալանսը ոնց է։ Եվ ելնելով այդ նրանից թե բալանսը ոնց է եւ ռեսուրս կա թե չկա կամ օրակարգում է թե չէ այդ բալանսավորելը, ուրեմն նշանակում է տնտեսական բալանսավորման փուլն է եկել, քաղաքական բալանսավորման փուլն է եկել եւ տնտեսական նշանակում արդյունքում բալանսավորման փուլն է եկել։ Մեր տարածաշրջանի երկրները, այո, եղել են ժամանակներ, որ պատերազմել են։ Ներառյալ Վրաստանը, դա փաստ է, բայց պատերազմները այդպիսի հատկություն ունեն, ավարտվում են հաշտությամբ ու խաղաղությամբ, նույնիսկ Եվրոպայում 100-ամյա պատերազմները ավարտվել են խաղաղությամբ։ Պատերազմը ֆրանս-գերմանական, բրիտանա-ֆրանսիական եւ այլն ավերիչ իրենց հետևանքներով ավարտվել են խաղաղությամբ եւ փոխլրացնող ինտեգրացիայով։ Եթե երկրները չեն նայում հարևանին փոխլրացման, հավասարության կամ արդարության չափանիշներով, իրենց առևտուրը, իրենց փոխանակությունները, ներդրումները չեն կառուցում բալանսավորվածության եւ զսպվածության չափանիշով, դա երկար, այսպես կյանք չունեցող վարքագիծ է։ Դա ավարտվում է հակասություններով, կոնֆլիկտներով, պետք է նկատի ունենալ նաև Անդրկովկասը, իսկ Խորհրդային Միության ժամանակահատվածում Անդրկովկասյան հանրապետությունները փոխլրացնող ինտեգրացված համակարգեր են, եւ էներգետիկան, եւ արդյունաբերությունը, եւ տրանսպորտային լոգիստիկ ցանցերը, տարբեր նախագծեր ունեցել են փոխլրացնող բովանդակություն։
եւ ավելի մեծ, եթե ընդլայնենք ավելի խոշոր երկրների խաղորդների Ռուսաստան, Թուրքիա, Իրան, նրանք բնական է եւս շահագրգռված են այս տարածաշրջանի եւ կայունությամբ եւ ինտեգրացիոն ծրագրերով, այնպես որ միայն մեր աջ հարևանի խնդիրը չի դա, մյուսների խնդիրը եւս Պարոն Մարգարյան, շնորհակալություն շատ հետաքրքիր քննարկման համար, մեր հաղորդումը սիրելի հեռուստադիտող մոտենում է իր ավարտին։ Ես ուղղակի քանի որ խոսեցինք արդյունաբերությունից, Անդրկովկասից, խորհրդային ժամանակների մասնագիտացման այսպես վիճակից, տեսեք, տնտեսական հակակշիռներ էլ պետք է ստեղծվեն, այսինքն Հայաստանը պետք է տա այնպիսի արտադրանք, Հայաստանի ձեռնարկությունները կամ այնպիսի ծառայություն մատուցի, որը տարածաշրջանային երկրներում ինքը ամենավորակյալն է մատուցում, ինքը ամենամրցունակ արտադրանքն է տալիս, երկու բան հիշեցնեմ եւ ամփոփենք, դուք հիշում եք խորհրդային տարիների վերջում հայկական կոշիկը դա բրենդ էր դարել, ինքը եւ արևելաեվրոպական եւ խորհրդային միություն, չէ, կոշիկի արտադրություններում, այսպես կոչված ցեխերում մարդիկ արտադրում են, հետո դա ոնց որ չեզոքացվեց, որովհետև պայմաններ չստացվեցին, որ զարգանան դրանք։ Հիմա էլ կա, բայց փոքր ծավալներով, կամ ասենք Գյումրի քաղաքը եղել է տեքստիլի կենտրոնը, տեքստիլ կոմբինատ, մանվածքային կոմբինատ, գուլպանասկեղենի կոմբինատ եւ Իվանովոյից հետո Ռուսաստանում Գյումրին երկրորդն էր, որ այդտեղ եւ կադրեր էին տարիներով ձևավորվել եւ այդ տրադիցիան կար, մասնագիտական ունակություն։ Այդ բաները փոշիացան։ Հիմա ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք մեր հիմնական ստրատեգիական արտահանելի ուղղությունները անենք։ Օրինակ, բարձր տեխնոլոգիական ճյուղը մեր մոտ այսօր, եթե չեմ սխալվում, պետք է այնտեղ լինի մոտավորապես 15000 ձեռնարկություն աշխատող եւ այդտեղ 50000-ի մոտ աշխատող կա։ 50000 եւ 1 տրիլիոնը անցել է նրա համախառն արդյունքը, այսինքն եթե մեր մոտ մենք ունենք 11 տրիլիոն համախառն ներքին արդյունք, 1 տրիլիոնը այդ ոլորտն է։ Շատ է թե քիչ է, ինչ եք ակնկալում այդ ոլորտից։ Այստեղ խորքային էլի վերլուծություն է պետք։ Միգուցե պետք է 3 տրիլիոնի հասածներ, որ մենք ընդհանուր մեր այդ տնտեսական հակակշիռների ստեղծման տարածաշրջանին առաջ անցնենք։ Դա ասինքն խնդիրը ոչ թե ուղղակի թվեր հնչեցնելն է, խնդիրը այդ թվերի ազդեցության գնահատումն է, թե այդ թվերը կշռային եւ որակական իմաստով ինչ դիմադրողականություն են տալի մեր երկրի տնտեսությանը։ Ինչևից է, շնորհակալություն նորից, պարոն Մարգարյան, սիրելի հեռուստադիտողներ, ամփոփելով այսօրվա մեր քննարկումը, մենք հետեւյալը պետք է ասենք։ Տեսեք, մենք այսօր քննարկեցինք նեգատիվ մեր հասարակությունում բացասական այդ կրիմինալ, այդ սպանություններ, իրավիճակ, որ պետք է խիստ հասարակական ներգործություն լինի։ Մենք քննարկեցինք տարածաշրջանային ինտեգրման հետ պատերազմական իրավիճակում ինչ մարտահրավերներ կան։ Մենք քննարկեցինք մեր տնտեսական աճը, թոշակները։ Տեսնում եք, որ խնդիրները շատ բազմազան են եւ սերտորեն շահկապված են իրար հետ։ Մեկը պայմանավորված է մյուսով, բայց մեկ բան մենք պետքա գիտակցենք, որ մենք պետքա մեր հանրային գիտակցության մակարդակը կտրուկ բարձրացնենք։ Հանրային գիտակցության մակարդակը պետք է լինի արդարության ապահովման եւ ապագա իշխանության ձևավորման յուրաքանչյուրի մասնակցության առումով։ Եթե մեկը մտածում է այսօրվա դրությամբ եւ 2026 թվականն է, որ դե գնամ ընտրության, չգնամ ընտրության, դրանով ինչ է որոշում, ամեն ինչ որոշված է նախորդ, դա արմատական, սխալ հակապետական մոտեցում է։ Բոլորը պետքա գնան ընտրության եւ ոնց ուզում ես գնա քվեարկի։ Մենակ թե դու քո ապագա իշխանությունը դու պետքա ձևավորես, որպեսզի հետո որևէ պրետենզիա, որևէ ինչ որ այսպես բան չլինի, թե այս ինչ է, այս ինչ վիճակ է։ Նենց է ոնց որ դու ես որոշել, ժողովուրդ։ Ոնց դու որոշում ես, վիճակը նենց է լինելու։ Ոնց ուզես, տենց էլ կորոշես։ Քո ձեռքում ամեն ինչ եւ ժամանակը կարճ է եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը բոլոր դեպքերում արժանի է, որպեսզի ինքը լավ երկրում ապրի եւ արարի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։